ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման ծրագիրը կարող է ներառել Կիևի կողմից վերահսկվող տարածքներում եվրոպական զորքերի տեղակայման մասին կետ։ Այս մասին հայտնում է New York Post թերթը վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային։ Ամենադժվարը ծրագրում այն է, թե ինչպիսին կլինեն անվտանգության ուժերը։ Մենք նրանց անվանում ենք դիմադրողական ուժեր, հասարակությանը ասել է աղբյուրը։ Դիմակայուն ուժերը անվտանգության երաշխիքների մի մասն են, որոնք ցանկանում են ուկրաինացիները, եւ մենք հույս ունենք, որ նրանք կստանան դրանք։ Բացի այդ, քննարկվում է համատեղ հանձնաժողովի ստեղծման հարցը, որը կներառի Ռուսաստանի, Ուկրաինայի եւ ՆԱՏՕ-ի անդամ երրորդ երկրի ներկայացուցիչները հրադադարը վերահսկելու համար, պնդում է New York Post-ը։ ԱՄՆ-ն իբր նույնպես կարող է ներգրավել այս գործընթացում, բայց ոչ որպես ռազմական ուժ տեղում, այլ որպես ֆինանսական ուժ երրորդ երկրի հետ միասին։ Ավելին թերթը գրում է, որ ուկրաինական իշխանությունները ամենայն հավանականությամբ կզիջեն իրենց տարածքի 20%-ը, եթե դա դիտարկվի որպես տարածքների դե ֆակտո ճանաչում, ոչ թե դե յուրե։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մասնակցելու է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը, հայտնում է BFM TV-ին տված մեկնաբանությունում Էմանուել Մակրոնը հաստատել է, որ մասնակցելու է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը, նշում է հեռուստաալիքը։ Հռոմի Ֆրանցիսկոս Պապոմը ասել է երկուշաբթի ապրիլի 21-ին 88 տարեկան հասակում։ Սիրիայի իշխանությունները լրջորեն են ընդունել ԱՄՆ պետդեպարտամենտի նախազգուշացումները Դամասկոսում հնարավոր ահաբեկչությունների մասին եւ ուժեղացրել են անվտանգության միջոցները։ ՌԻԱ Նովիսին հայտնել է սիրիական վարչակազմի մոտ կանգնած աղբյուրը։ Սիրիայի իշխանությունները լրջորեն ընդունեցին ԱՄՆ-ի նախազգուշացումները Դամասկոսում եւ այլ նահանգներում առաջիկա օրերին կամ շաբաթներին հնարավոր ահաբեկչությունների եւ դիվերսիաների մասին եւ կարգադրեցին միջոցներ ձեռնարկել այդ սպառնալիքները կանխելու համար, ասել է գործակալության աղբյուրը։ Աղբյուրը նշում է, որ սիրիական ղեկավարությունը անվտանգության ծառայություններին եւ պաշտպանության նախարարությանը հանձնարարել է արագ եւ արդյունավետ միջոցներ ձեռնարկել սպառնալիքներին դիմակայելու համար, հատկապես այն բանից հետո, երբ հաղորդում է, որ Դաիշ ահաբեկչական խմբավորումը Ռուսաստանում արգելված, հայտարարել է Դամասկոսի թիրախների վրա մի շարք հարձակումներ իրականացնելու իր մտադրության մասին Սիրիայի Արաբական Հանրապետության նոր իշխանություններին թշնամաբար հայտարարելով այն բանից հետո, երբ նրանք ցանկություն են հայտնել միանալ Դաիշի դեմ պայքարող միջազգային կոալիցիային 2014 թվականից։ Արաբական Միացյալ Էմիրություններում մի շարք լողափեր փակվել են նավթի արտահոսքի պատճառով։ Հյուրանոցները լողավազաններ են տրամադրում, իսկ տուրօպերատորները զբոսաշրջիկներին տեղափոխում են, հայտնում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան։ ԱՄԷ-ի Օմանից ծոցի ափի մի քանի լողափեր Ֆուջեյրա եւ Շարժա Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով փակ են մնում։ Նախորդին հայտնի դարձավ, որ լողի արգելքը ազդել է նաեւ Շարժայի Էմիրության Կալբա լողափի վրա։ Այնուամենայնիվ տուրօպերատորները ռուս զբոսաշրջիկներից ստանում են նվազագույն թվով բողոքներ եւ տեղափոխման խնդրանքներ, պարզաբանել է A-Tor-ը։ Ըստ Coral Travel-ի Կալբա լողափի եւ շրջակայքի հյուրանոցները իրենց հաճախորդների լավագույն նախասիրությունների շարքում չեն։ Մեկ այլ տուրօպերատոր էլ հայտնել է, որ զբոսաշրջիկների կողմից վերաբնակեցման հարցումներ կան, ընթացքի մեջ են ընտրվում են այլ ընտրանքային տարբերակներ, բայց դա տարածված երևույթ չէ։ Տոկիոն համաձայնել է Կիևին փոխանցել երկրի ուղեցրի արբանյակներից ստացված հետախուզական տվյալները, այս մասին գրում է Intelligence on-line պորտալը։ Լրագրողների տվյալներով համապատասխան հարցումով Ճապոնիայի իշխանություններին է դիմել Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը, ակնկալվում է, որ Կիևը կստանա պատկերներ եւ հետախուզական տվյալներ IQPS ինստիտուտից, վերջինս ունի 5 արբանյակ հագեցած սինթետիկ բացվածքի ռադարներով։ Ուկրաինական Deep State վերլուծական նախագծի Telegram ալիքը հայտնում է, որ ներկայումս 3 եվրոպական երկրներ Կիևի հետ կիսվում են արբանյակային պատկերներով։ Խոսքը Գերմանիայի, Ֆինլանդիայի, Իտալիայի մասին է։ Գեղարդ գիտավերլուծական հիմնադրամը անդրափորձերին։ Ադրբեջանի հերթական քարոզչական նախաձեռնությանը Վարշավայում կազմակերպված լուսանկարչական ցուցահանդեսին հիմնադրամը դատապարտում է Ադրբեջանի շարունակական փորձերը խեղաթյուրելու պատմական իրականությունը եւ միջազգային հարթակներում տարածելու կեղծ թեզեր։ Նշվում է, որ Արևմտյան Ադրբեջանը մեր մշակութային հիշողության մեջ խորագրի ներքո ներկայացված ցուցահանդեսը կրում է ակնհայտ հակահայկական բնույթ։ Գեղարդ հիմնադրամը կոչ է անում բոլոր այն երկրներին ու կազմակերպություններին, որոնք կազմակերպում եւ անցկացնում են նմանատիպ միջոցառումներ, չնպաստել Ադրբեջանի կողմից հակահայկական կեղծ թեզերի տարածմանն ու Բաքվի կողմից հայկական մշակութային ժառանգության յուրացման հերթական փորձերին։ Հիմնադրամի հոդվածն ամբողջությամբ ներկայացնում է Էքստորիև։ Գեղարդ հիմնադրամը կոչ է անում բոլոր այն երկրներին ու կազմակերպություններին, որոնք կազմակերպում եւ անցկացնում են նմանատիպ միջոցառումներ, չնպաստել Ադրբեջանի կողմից կեղծ թեզերի տարածմանն ու Բաքվի կողմից հայկական մշակութային ժառանգության յուրացման հերթական փորձերին։
ՆՍՕՏՏ Գարեգին II ծայրագույն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցագիր է հղել Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի վախճանման առիթով։ Երջանկահիշատակ Ֆրանցիսկոս Պապը խոնար քաջ ու բարի հովիվ էր, որ հավատարմորեն քայլում էր մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետքերով։ Նա ստանձնեց պապական բարձր ու պատասխանատու առաքելությունը դժվարին ժամանակներում եւ վկայեց ավետարանը մշտապես պաշտպան լինելով արդարության ու խաղաղության առանձնակի ուշադրություն ու խնամք բերելով կարիքավորներին, ինչպես նաեւ իր կարևոր ներդրումը բերելով միջեկեղեցական հարաբերությունների զորացմանը։ Առանձնակի մխիթարությամբ մենք անդրադառնում, որ սրբազան Պապը մշտապես իր աղոթներ հնչեցնում պատերազմներով եւ անարդարության վիրավորված աշխարհի իմաստավորի Արցախյան պատերազմի ծանր հետևանքները կրող մեր ժողովրդի համար։ Ասված է վեհափառ հայրապետի ցավակցագրում։ Նորին սրբությունն ընդգծել է, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշելու հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված Սուրբ Պատարագը, Սուրբ Գրիգոր Նարեկացու հռչակումը որպես տիեզերական եկեղեցու վարդապետ, ինչպես եւ սրբազան քահանայապետի այցը Հայաստան։ Ամենայն հայոց կաթողիկոսն իր աղոթն է վերառաքել առ Աստված երջանկահիշատակ սրբազան Պապի հոգու հանգստության, խաղաղության, ինչպես եւ ողջ կաթոլիկ եկեղեցու հոգեվոր դասի եւ հավատացելուց մխիթարության համար։ Զատկի Տոնի Հանգստյան օրերին Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը իր գործունեության տարածքում անցկացրել է 27 ցերեկային եւ գիշերային պարեկություն, այն ներառել է Խոզնավար, Խնածախ եւ Արավուս գյուղերում պարեկությունը։ Խոզնավարում առաքելությունը արձանագրել է քաղաքացիական ենթակառուցվածքներին վնաս հասցրած երկու կրակոցների հետևանքները, որոնք հնարավոր է արձակվել են այդ հատվածի ադրբեջանական դիրքերից, նշված է Եվրամիության առաքելության գրասենյակի Facebook-յան էջում։ Նախորդին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ապրիլի 20-ին ժամը 02:30-ի սահմաններում Ադրբեջանի զուստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անանուն խորհրդականը հայտարարել է, որ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթը չունի այդ պաշտոնում հաջողությամբ ծառայելու հմտությունները։ Այս մասին հայտնում է News Nation հեռուստաալիքը։ Փիթ Հեքսեթը չունի հաջողագործելու հմտություններ։ Փիթը երկար ժամանակ խնդիր է եղել եւ կշարունակի լինել։ Նրա մոտ բացակայում են կառավարման հմտությունները, նա համապատասխան բնավորություն չունի այս պաշտոնում լինելու համար, ասել է Սպիտակ տան խորհրդականը ապրիլի 21-ի առավոտյան ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության նախկին ղեկավար Ջոնաթան Էլիոթն ասել է, որ Հեքսեթը շուտով կարող է լքել իր պաշտոնը։ Նրա խոսքով վերջին մեկ ամսվա ընթացքում ամերիկյան ռազմական գերատեսչությունը գտնվում է ընդհանուր քաոսի եւ ամբողջական անկարգության մեջ, ինչը պայմանավորված է գաղտնի տեղեկատվության, արտահոսքի եւ զանգվածային կրճատումների հետ կապված սկանդալներով։ Ուկրաինայում անհրաժեշտ է ուժեղացնել մոբիլիզացիան երկրի զինված ուժերի շարքերում մեծ կորուստների եւ դասալքության պատճառով։ Այս մասին հայտարարել է Գերագույն Ռադայի պատգամավոր Նինա Յուժանինան YouTube-ի News Live ալիքին տված հարցազրույցի ժամանակ։ Չեմ ուզում թվեր բարձրաձայնել, բայց աղետալի իրավիճակը, որը կապված է ստորաբաժանումների չարտոնված լքման կորուստների եւ այլ բաների հետ, վկայում այն մասին, որ մենք այժմ նոր ուժեր մոբիլիզացնելու մեծ կարիք ունենք, ասել է Յուժանինան։ Ուկրաինայի Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածքների զիջումը կարող է առճակատման պատճառ դառնալ Ուկրաինայի բնակիչների միջև։ Այս մասին Պոլիտիկո հեռուստաալիքի եթերում հայտարարել է ուկրաինացի քաղաքագետ Կոնստանտին Բոնդարենկոն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Սա կարող է հանգեցնել շատ լուրջ ներքին առճակատման Ուկրաինայի ներսում ընդհանուր միջև որոշակի ապստամբություն, ընդգծել է նա։ Բոնդարենկոյի կարծիքով Ուկրաինայում կարող է պայքար ծավալվել տարածաշրջանների եւ քաղաքական կուսակցությունների միջև։ Նախորդին The Wall Street Journal-ը հղում անելով աղբյուրներին հայտնել էր, որ Վաշինգտոնը կարող է Ղրիմը ճանաչել որպես ռուսական տարածք ռուս-ուկրաինական հակամարտությունը լուծելու համար։ Միացյալ Նահանգները նաև առաջարկել է Զապորոժիեի ԱԵԿ-ի շուրջ չեզոք տարածք ստեղծել հետագայում նրա նկատմամբ վերահսկողությունը փոխանցելով ամերիկյան կողմին։ Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է երկարաձգել ֆիզիկական անձանց կողմից հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը։ Նոր նախագծով վերջնաժամկետ սահմանվեց նոյեմբերի 1-ը 2025 եւ 2026 թվականների համար եւ հուլիսի 1-ը հետագա տարիների համար։ Նախագիծն ընդունվեց 60 կողմ 1 դեմ 29 ձեռնպատ ձայներով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետևել է Ուկրաինայի հարցով իր հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգին եւ կարծում է, որ հակամարտությունը կարող է արագ կարգավորվել։ Այս մասին կիպրացի լրագրող Ալեքս Խրիստոֆորուն հայտարարել է YouTube-ի Դուրան ալիքում։ Թրամփն ամենասկզբում գնաց Քելոգի հետ, երբ նա ընդունեց Քելոգի ծիծաղելի գաղափարները ուկրաինական հակամարտության մասին, ընդգծել է նա։ Խրիստոֆորուի խոսքով Քելոգը սխալ տեղեկատվություն էր ստանում ուկրաինական հակամարտության մասին, ուստի Թրամփը կարծում էր, որ ճգնաժամի արագ լուծումը հնարավոր է։
ԱՄՆ կառավարության արդյունավետության գրասենյակը վերահսկող Իլոն Մասկը պատրաստ է լքել ԱՄՆ վարչակազմը, հոգնած քաղաքական ձախերի հարձակումներից։ Այս մասին հայտնել է Washington Post-ը, հղում անելով իր աղբյուրներին։ Պարբերականը նշում է, որ Մասկի հեռանալու ճշգրիտ ամսաթիռը դեռևս անհայտ է, սակայն նրա հատուկ պետական ծառայողի կարգավիճակը կլրանա մայիսի վերջին։ Ըստ լրատվամիջոցի անանուն աղբյուրի, միլիարդատերը հոգնել է ձախակողմյան քաղաքական գործիչների տհաճ եւ անբարոյական հարձակումները հանդուրժելուց։ Մասկը կարծում է, որ իր բացակայությունը բացասական ազդեցություն չի ունենա կառավարության արդյունավետության գրասենյակի աշխատանքի արդյունավետության վրա, քանի որ գերատեսչության աշխատակիցներն արդեն կարգավորել են գործընթացը։ Ամերիկյան Politico թերթի տվյալներով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր մերձավորներին տեղեկացրել է, որ Մասկի քաղաքական դերը առաջիկա շաբաթներին կնվազի։ Միլիարդատերը հիմնականում կկենտրոնանա բիզնեսի ուղղությամբ եւ հավանաբար կպահպանի Թրամփի ոչ պաշտոնական խորհրդականի պաշտոնը։ Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ կնքել միջուկային համաձայնագիր հավասար պայմաններով եւ եթե հարգվեն Իսլամական Հանրապետության ազգային շահերը։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մազուդ Փեզեշքյանը։ Միացյալ Նահանգների հետ բանակցությունների հետ կապված որոշակի սահմաններում եւ ազգային շահերից ելնելով մենք պատրաստ ենք համաձայնության, բայց եթե նրանք չցանկանան մեզ հետ հավասար պայմաններով գործար կնքել, մենք կշարունակենք գնալ մեր ճանապարհով, ասել է Իրանի նախագահը։ ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլից հետո նա կրկնել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հնչեցրած դիրքորոշումն այն մասին, որ Թեհրանը հոռետեսորեն է դիտարկում բանակցությունները եւ լավատես չէ։ Լոնդոնում Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները կսկսվեն չորեքշաբթի։ Այս մասին հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հեռախոսազրույցից հետո։ Արդեն այս չորեքշաբթի մեր ներկայացուցիչները կաշխատեն Լոնդոնում, ասել է նա։ Ըստ աղբյուրների, պատվիրակության կազմում կլինեն Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, նրա տեղակալ Պավել Պալիսան, արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան եւ պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Հենց այս կազմն է ներկայացրել Ուկրաինան Սաուդյան Արաբիայում նախորդ բանակցություններում եւ հաստատվել Զելենսկու կողմից։ Սպիտակ տան կառավարման եւ բյուջեի գրասենյակի ղեկավար Ռասել Վութը կարող է փոխարինել միլիարդատեր Իլոն Մասկին ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը, հղում անելով բարձրաստիճան աղբյուրներին։ Թրամփի վարչակազմի պաշտոնյան, ով խնդրեց անհայտ մնալ, ասաց, որ ըստ տարածված կարծիքի Վութը պատրաստվում է փոխարինել Մասկին, գրում է գործակալությունը։ Հրատարակության աղբյուրի համաձայն Վութն արդեն ինքնահաստատվել է որպես կոմպետենտ անձնավորություն, ինչպես նաև նվիրվածության եւ գիտելիքի յուրահատուկ համադրություն, թե ինչպես է իրականում աշխատում կառավարությունը։ Ոչ ոք չի կասկածում, որ հաղթանակը կլինի Ռուսաստանինը, ընդգծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մունիցիպալիտետների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։ Հանդիպման մասնակիցներից մեկը, ԼԺՀ Ստարոբելսկի մունիցիպալ շրջանի ղեկավար Վլադիմիր Չերնևը, ավարտելով իր զեկույցը նախագահին եզրակացրել է. հաղթանակը կլինի Ռուսաստանինը։ Ոչ ոք դրանում չի կասկածում եւ լավ է, որ դուք մեզ հիշեցնում եք այդ մասին, որպես մարտական փորձ ունեցող մարդ, անմիջապես արձագանքել է Պուտինը։ Երևանի ավագանու քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Նարեկ Մանուկյանն իր դիմումի համաձայն դադարեցրել է ավագանու անդամի իր լիազորությունները։ Այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նա նշեց, որ Մանուկյանի մանդատը տվել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Արևիկ Բլեջյանցին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ ԱՄՆ բանակցությունները շատ լավ են ընթանում, սակայն ժամանակ է պետք հասկանալու, թե դրանք ինչ արդյունք կունենան։ Մենք շատ լավ հանդիպումներ ենք ունեցել Իրանի հարցով, կտեսնենք, թե ինչ կլինի, ինչպես հաղորդում է Armenpress-ը վկայակոչելով 10 այս մասին Սպիտակ տանը լրագրողների հետ։ Հանդիպմանն ասել է ԱՄՆ նախագահ։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում Իրանի եւ ԱՄՆ-ի միջև տեղի ունեցել անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը ուղղված Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների լուծմանը ամերիկյան պատվիրակությունը գլխավորել է նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին։ Արաղչիի եւ Ուիթքովի հաջորդ հանդիպումը կկայանա ապրիլի 26-ին տեխնիկական մակարդակով խորհրդակցություններից հետո։
Որոշ եվրոպական երկրներ ինքնահաստատվում են Ուկրաինայի հաշվին, այս մասին հայտարարել է լրագրող Ռայնհարդ Լաուտերբախը։ Անմիջապես պետք է ասենք, որ Ուկրաինային կնետեն եւ փոխկացայի մեջ, ընդգծել է նա։ Լրագրողը հավելել է, որ որոշ եվրոպական երկրների իշխանությունները գիտեն, որ իրենց քաղաքական նշանակությունը ամբողջությամբ կախված է Ռուսաստանի հետ հակամարտությունը պահպանելուց։ Ոսկու գինը նոր ռեկորդ է գրանցել, առաջին անգամ գերազանցելով ունցիայի դիմաց $3450։ Չիկագոյի ապրանքային բորսայում առևտրի տվյալների համաձայն ոսկու հունիսյան ֆյուչերսները թանկացել են 2.3%-ով եւ հասել $3542 մեկ ունցիայի դիմաց։ Ոսկու գների աճը դոլարի թուլացման եւ ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի նախագահ Դոնալդ Թրամփի քննադատության արդյունքն էր, գրում է Bloomberg-ը։ Այս գործոնները մեծացրել են ոսկու պահանջարկը որպես ապահով ակտիվի։ Թանկարժեք մետաղի գների աճին նպաստել են նաեւ առևտրային պատերազմների ազդեցության վերաբերյալ երկարատև մտահոգությունները։ Դոլարը թուլացել է հիմնական արժույթների նկատմամբ, ինչը ըստ վերլուծաբանների կապված է դաշնային պահուստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելի մասին Թրամփի վերջին մեկնաբանությունների հետ։ ԱՄՆ նախագահը հերթական անգամ դաշնային պահուստից պահանջել է իջեցնել տոկոսադրույքները, ինչը թուլացնում է վստահությունը երկրի տնտեսության նկատմամբ։ Իր հերթին դոլարի թուլացումը ոսկին ավելի գրավիչ է դարձնում այլ երկրների ներդրողների համար։ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությունը կտարբերվի նախորդներից, այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները։ Հուղարկավորության ավանդական ծեսերը կլինեն, սակայն Պոնֆիստիկոսի մարմինը չի ցուցադրվի դիակարգի վրա հարգանքի համար։ Բացի այդ, դագաղի փակման արարողությունը չեղյալ է հայտարարվում։ Ֆրանցիսկոսը կհուղարկավորվի Վատիկանի սահմաններից դուրս գտնվող Սանտա Մարիա Մաջիորե բազիլիկայում, մինչդեռ պոնֆիստիկոսների մեծ մասը թաղված է Սուրբ Պետրոսի տաճարի տակ գտնվող Վատիկանի գերեզմանում։ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մահացել է ապրիլի 21-ին, Սուրբ Զատիկի հաջորդ օրը։ Նա 88 տարեկան էր։ Պոնֆիստիկոսը վերջերս առողջական խնդիրներ ուներ։ Ըստ Վատիկան Նյուզի, կաթվածը կոմայի եւ սրտի կանգի պատճառ է դարձել։ Հարվարդի համալսարանը հայց է ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ, պահանջելով անօրինական ճանաչել $2.2 միլիարդ դաշնային ֆինանսավորումը։ Այս մասին գրում է Harvard Crimson ուսանողական թերթը։ Հայցում ասվում է, որ Սպիտակ տունը կամայական եւ հակասահմանադրական արշավ է սկսել համալսարանի դեմ, պատժելու իր սահմանադրական իրավունքները պաշտպանելու համար։ Ապրիլի 13-ին հայտնի դարձավ, որ Հարվարդի մի խումբ դասախոսներ դատական հայց են ներկայացրել Թրամփի վարչակազմի դեմ, համալսարանի ընդհանուր ֆինանսավորումը $9 միլիարդ կրճատելու ծրագրերի պատճառով։ Ըստ Bloomberg-ի այս գումարը ներառում է $8.7 միլիարդ դրամաշնորհներ եւ $255.6 միլիոն համալսարանի եւ դաշնային գործակալությունների միջև առկա պայմանագրեր։ Հայցվորները կարծում են, որ վարչակազմի գործողությունները խախտում են ակադեմիական ազատության եւ խոսքի ազատության իրենց իրավունքները։ Էթնոսպորտի համաշխարհային կոնֆեդերացիայի ղեկավար Բիլալ Էրդողանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին ասել է, որ իրեն դուր է գալիս Ռուսաստանը եւ նրա մշակութային հարստությունը։ Ինձ դուր է գալիս գալ Ռուսաստան, դա հսկայական երկիր է, անհավատալի բնական բազմազանությամբ եւ մշակութային հարստությամբ, նշել է նա։ Բիլալ Էրդողանը նաև ուշադրություն է հրավիրել ռուսական խոհանոցի բազմազանության վրա, քանի որ երկիրն ունի շատ էթնիկ խմբեր եւ մշակույթներ։ Նա հավելել է, որ Ռուսաստանում ապրում են բազմաթիվ թուրքական ժողովուրդներ եւ նրանց խոհարարական ավանդույթները նույնպես մտել են ռուսական խոհանոց։ Ռուսաստանի սուզանավերի նավատորմի միջուկը բաղկացած է 3 տպավորիչ սուզանավից, այս մասին հայտնել է վերլուծաբան Մայա Կարլինը։ Չնայած Ռուսաստանը ներգրաված է Ուկրաինայի հետ հակամարտությունում, նրա նավատորմը մի կողմ չի մնացել, ասում է անվտանգության քաղաքականության կենտրոնի վերլուծաբան Կարլինը։ Հեղինակը որպես նավատորմի հիմք անվանել է Յասեն, Ակուլա եւ Անտեի դասերի սուզանավերը։ Առաջին դասի սուզանավերը տեխնիկապես ստեղծվել են Սառը պատերազմի ժամանակ, սակայն դրանց կառուցումը սկսվել է միայն 1993 թվականին։ Ակուլա դասի սուզանավերը ըստ Մայա Կարլինի ցնցել են ամերիկյան հետախուզությանը, երբ դրանք բացվեցին։ Նորագույն Ակուլասը կարող է արձակել կալիբր հրթիռներ, դրանք ավելի վտանգավոր դարձնելով, քան նախորդ տարբերակները, եզրափակել է Կարլինը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ արտաքսման ենթարկված յուրաքանչյուր միգրանտի հնարավորություն չի տրվի դատական կարգով վիճարկել արտաքսումը, ասելով, որ դա հսկայական ձգձգումներ կառաջացնի։ Թրամփն ասել է, որ առնվազն 200 տարի կպահանջվի յուրաքանչյուր անօրինական ներգաղթյալի դատավարության համար, ինչը պահանջում է հսկայական թվով դատարանների ստեղծում։ Նա ընդգծել է, որ չնայած հանցագործներին արտաքսելու իր մանդատին, դատական համակարգը խոչընդոտում է այդ գործողությունները։ Թրամփը դժգոհություն է հայտնել ստեղծված իրավիճակից, այն անվանելով անհեթեթ։ Ես անում եմ այն, ինչի համար ընտրվել եմ, արտաքսում եմ հանցագործներին մեր երկրից, բայց դատարանները կարծես թե չեն ցանկանում, որ ես դա անեմ։ Մենք չենք կարող բոլորին դատի տալ, քանի որ դրա համար բացառայորեն 200 տարի կպահանջվի, նշել է Սպիտակ տան ղեկավարը։ Այսօր ազգային ժողովում քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը հանդիպել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ։ Այս մասին տեղեկացնում է խմբակցությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Երևանի տրանսպորտային համակարգի ռեֆորմի իրականացման ընթացքը։ Բաքվում այսօր շարունակվել է Արցախի նախկին ղեկավարների հերթական դատական նիստը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Բաբայանը, Լևոն Մնացականյանը եւ մյուսներն այսօր պատասխանել են պետական մեղավորների հարցերին։ Դատական հաջորդ նիստը նշանակվել է ապրիլի 24-ին։ Հիշեցնենք, հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով դատավարությունը։ Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հնամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը եւ այլոք։ Նախկին պետնախարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով։ ՀՀ ԱԺ-պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. օրեր առաջ 2023 թվականի ադրբեջանական հարձակման հետևանքով նահատակվածների հարազատները բասնամակով դիմել էին Արցախի ՊԲ նախկին հրամանատար Կամո Վարդանյանին, պահանջելով հրապարակային արձագանքել արցախցիների եւ Արցախի պաշտպանության համար նահատակվածների մասին ՀՀ իշխանության ներկայացուցիչների կողմից հնչեցվող վիրավորական եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններին։ Կամո Վարդանյանը, ինչպես վերջին 1.5 տարում, այնպես էլ հիմա շարունակում է անթույլատրելի լռություն պահպանել, դրանով իսկ ցույց տալով, որ նախ չի կարողանում իր մեջ հաղթահարել ներքին վախերը եւ սեփական պաշտպանությունը վեր է դասում ամեն ինչից։ Պատերազմի ժամանակ զորքին պաշտպանության անցնելու հրաման տվող անձն ավելի է կարևորում իր կոմֆորտն ու ՀՀ իշխանությանը սիրաշահելը, քան իր հետ երկար տարիներ ՊԲ-ում ծառայած կամավորագրված ուժային տարբեր կառույցների կազմում Արցախի պաշտպանությունն ապահովված հերոսների պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելը։ Պատահական է արդյոք նմաններին իրենց կողքին պահելու փաշինյանական իշխանության ցանկությունը։ Ոչ։ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է աշխարհի բոլոր հավատացյալներին Հռոմի Պապի մահվան կապակցությամբ։ Խորապես վշտացած են Ֆրանցիսկոս Պապի մահվան կապակցությամբ։ Խաղաղ եւ արդար աշխարհի կերտման գործում նորին սրբության ակտարու առաջնորդությունը չի կարող մոռացվել։ Իմ ցավակցությունն եմ հայտնում աշխարհի բոլոր հավատացյալներին այս մեծ կորստի կապակցությամբ։ Ռուսաստանը բաց է Ուկրաինայում հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ուղիներ գտնելու համար։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ Գրում է գազետան. Գիտեք, ես հիմա չէի ցանկանա որևէ մեկնաբանություն տալ, հատկապես ժամկետների վերաբերյալ։ Նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ռուսական կողմը բաց են խաղաղ կարգավորման որոնումների համար եւ շարունակում են աշխատել ամերիկյան կողմի հետ։ Եվ իհարկե մենք հույս ունենք, որ այդ աշխատանքն արդյունք կտա, նշել է Պեսկովը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կորցնում է Լոնդոնի աջակցությունը եւ հրապարակայնորեն վիճում է Չինաստանի հետ, որի դիրքորոշումն իրականում շատ կարեւոր է Կիևի համար։ Այս մասին ասել է Դրուգայե Ուկրաինա շարժման ղեկավար Վիկտոր Մեդվեդչուկը, այս մասին հայտնում է Смотрим.ru-ն։ Նրա խոսքով բրիտանական ԶԼՄ-ները սկսել են Զելենսկուն ներկայացնել որպես բռնապետ։ Մեդվեդչուկի խոսքով Ուկրաինայի նախագահը նաեւ անհիմն մեղադրել է Պեկինին Մոսկվային ռազմական մատակարարումների մեջ, իսկ հետո պատժամիջոցներ սահմանել չինական 3 ընկերություններում։ Այսպիսով նա թույլատրել է Կիևի դիրքերը Չինաստանի ժողովրդական հանրապետության աչքում, թեև նրա դիրքերը կարևոր են Կիևի համար, կարծում են Մեդվեդչուկը։ Քաղաքական գործչի խոսքով Զելենսկին անկախ գործիչ չէ եւ ստիպված է խաղալ ուրիշի կանոններով։
Հռոմի Ֆրանցիսկոս Պապի մահվամբ պայմանավորված Վատիկանում սկսվել է թափուր աթոռի շրջանը։ Այդ ժամանակ առաքելական աթոռի տեղապահ փաստացի դառնում է կարդինալ Կամերլենգոն։ Այժմ նա աշխարհականների ընտանիքի եւ կյանքի հարցերով դիկաստերիայի պրեֆեկտ ամերիկացի կարդինալ Քևին Ֆարելն է հաղորդում է ՌԻԱ Նովեստին։ Հենց Ֆարելն է հայտարարել հովապետի մահվան մասին, նա էլ կազմակերպում է հուղարկավորությունն ու Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավարի ընտրությունը հենց Ֆարելին են ուղարկվում պաշտոնական ցավակցական հեռագրեր։ Հիշեցնենք, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մահացել է ապրիլի 21-ին առավոտյան։ Դոլարի ինդեքսը ցուցանիշ, որն արտացոլում է ամերիկյան արժույթի հզորությունը աշխարհի այդ խոշոր արժույթների նկատմամբ 2022 թվականի մարտից ի վեր առաջին անգամ իջել է 98 կետից, համաձայն CNBC տվյալների։ Ցուցանիշը նվազել է մինչև 97.92 կետ։ Այն հաշվարկվել է Միացյալ Նահանգների առևտրային գործընկերների 6 արժույթների հիման վրա՝ եվրո, իեն, ֆունտ, ստերլինգ, կանադական դոլար, շվեդական կրոն եւ շվեյցարական ֆրանկ։ Նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը խթանեց այս ցուցանիշի արագաճը, դոլար ինդեքսը հասավ 110.18 կետի պիկին, սակայն Թրամփի երկնակալությունից եւ պաշտոնավարման առաջին քայլերից հետո ցուցանիշը սկսեց նվազել։ Գործընթացն արագացավ գրեթե ողջ աշխարհին առևտրային պատերազմի հայտարարմամբ։ Չինաստանի առևտրի նախարարությունը հայտարարել է, որ բոլոր երկրները կտուժեն, եթե համաշխարհային առևտուրը վերածվի հեգեմոնիայի եւ պրոտեկցիոնիզմի ժունգլիների օրենքով։ Այս մասին հայտնել է գերատեսչությունը, մեկնաբանելով Դոնալդ Թրամփի վարչակազմի սակագնային քաղաքականությունը։ Նախարարության հայտարարության մեջ ընդգծվում է, որ միակողմանի գործողությունները եւ պրոտեկցիոնիզմը վտանգ է ներկայացնում միջազգային առևտրի բոլոր մասնակիցների համար։ Հենց ուժեղը սկսի թույլի որսը բոլորը զոհ կդառնան, նշել են վարչությունից։ Պեկինը նաև իր վճռականությունն է հայտնել հակազդելու գործարքներին, որոնք վնասում են Չինաստանի շահերը, խոստանալով նման դեպքերում ամուր հակաքայլեր անել։ Ոչ ոք անձեռնմխելի չէ պրոտեկցիոնիզմի հետևանքներից։ ՉԺՀ-ն չի ընդունի շահերի ոտնահարումը եւ համարժեք պատասխան կտա, հայտարարել են առևտրի նախարարությունից։ Պետքարտուղարության նախկին աշխատակից Թայսոն Բարքերը կասկածի տակ է դրել, թե արդյոք Ուկրաինան ունի հազվագյուտ հողային մետաղների բավարար պաշարներ ԱՄՆ շահերը սպասարկելու համար։ Այս մասին հայտնում է իսպանական El Mundo թերթը։ Բարքերը նշել է, որ Ուկրաինան ունի նավթի, գազի, լիթիումի եւ գրաֆիտի հանքավայրեր, սակայն դրանց ծավալները համաշխարհային մասշտաբով էական չեն։ Տեղեկությունները, որոնց վրա հիմնվում է ԱՄՆ վարչակազմը, հնացած են եւ խոշոր ընկերությունները շահագրգռված չեն նախագծերով կոմերցիոն օգուտների բացակայության պատճառով։ Հրատարակությունը պոտենցիալ գործարքն անվանել է շանտաժ Միացյալ Նահանգների կողմից, ընդգծելով դրա անիրատեսական բնույթը։ Ոչ ոք չգիտի, թե արդյոք Ուկրաինան կունենա բավարար ռեսուրսներ, նույնիսկ արկապաշարները մրցունակ չեն, ասել է Բարքերը։ Իսկ այժմ եղանակի մասին, եղանակի տաքացումը կշարունակվի, բայց ապրիլի 20-ից օրվա ընթացքում մի պահ գարնանային կարճատև անձրևներ կլինեն։ Երևանում ապրիլի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 20-ին 23-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Մարզերում ապրիլի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 20-ին 23-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Քամին արևմտյան հատվածում 2-ից 5 մետր/վայրկյան արագությամբ, ապրիլի 21-ին 23-ին առանձին վայրերում սպասվում է քամուշ գնացում 14-ից 17 մետր/վայրկյան արագությամբ։